խոսելիս մանրամասն կանդրադառնա նաև այս հարցին։ Շնորհակալություն։ Էդգար Ղազարյան։ Պարոն Աբրամյան, մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրի պարոն Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ինչ եք կարծում, ձեր ներկայացման հետ կապված դժվարություններն էին պատճառը, թե այլ խնդիրներ կարող լինել, որ падգամավորների մոտ այլ տպավորություններ եղավ եւ հիմնական հարցերը վերաբերում էին իմ թեկնածությանը, այսինքն, բայց իմ թեկնածությունը ոնց որ թե չէր առաջադրվել։ Ես որ խնդրեմ ձեզ, դուք կարող եք մի քիչ ավելի հստակ ձեր խոսքում ընդգծել, որ այս անգամ առաջադրվել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը, որպեսզի падգամավորների մոտ ընկալման խնդիրներ չառաջանան, որովհետև դահլիճի արձագանքը այդ իմաստով է։ Եվ քանի որ ժամանակ կա, ուզում եմ նաև նախագահողին մի հարց տալ, արդյոք ցինիկ եզրույթի որակման գործածումը падգամավորների հասցեին կանոն է այս դահլիճում եւ կարող է հետագայում ունենալ նաև այլ կիրառություններ։ Եվ միաժամանակ նաև խնդրում եմ նախագահողին այսօրվա նիստի կազմակերպումը իրականացնել այն տրամաբանությամբ, որ ես հնարավորություն ունենամ ժամը 16:00-ին գտնվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կենտրոն նստավայրում, որտեղ մեղադրյալի կարգավիճակում իմ մասնակցությամբ կա դատական նիստ։ Շնորհակալություն։ Ավարտեցիք, պարոն Ղազարյան, իրականում ձեր կողմից հնչեցված հարցադրման մասով իրականում լավ կլիներ, որ այդ հորդորը անեի ոչ թե ես, այլ ազգային ժողովի նախագահի տեղակալները, այսքանը։ Արձագանք։ Ես անցած անգամ 3 ընդամենը խնդրել էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարի նախագահին, որպեսզի հաշվառումը իրականացնի այն падգամավորների իրենց խմբակցության, ովքեր այդ խնդրին անդրադառնում էին, ուրախ եմ, որ մեծ արձագանք հաստատել եւ այն падգամավորները, ովքեր որ այդ թեմային դեռ մինչև հիմա չէին անդրադարձել, այսօր նորից անդրադառնում են, ուղղակի խնդրում եմ խմբակցության ղեկավարին, եթե այդ հաշվառումը տանում է, երբ ավարտվի աշխատանքները, ինձ ամեն դեպքում դրա մասին տեղյակ պահեք, պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք եւ կվայելեք։ Շնորհակալություն։ Պարոն Աբրամյան, մի հարց էլ ես տամ, դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի, այդ թվում, չէ, կարող եք ուղիղ նայել, ես ձեզ տեսնում եմ։ Դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի նաև քաղաքական գործունեությունը, դե բնականաբար ասացիք, որ 2021 թվականին Հայաստան դաշինքի կազմում է ընտրվել падգամավոր, հիմա բնականաբար ուժեղ Հայաստան դաշինքի, իսկ նախկինում մասնակցել է պարոն Վարդևանյանը ընտրություններին որևէ փուլում, եղել է որևէ նախընտրական ցուցակում եւ եթե այո, որ ուժի։ Շնորհակալություն հարցի համար, հարցին առավել քան մանրամասն կպատասխանի պարոն Արամ Վարդևանյանը, պարոն Ռուբինյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես վստահ եմ, որ պարոն Վարդևանյանը կկարողանա այդ հարցին պատասխանել, բայց իմ հարցը ճիշտ ասած ձեզ էր ուղղված, որովհետև ամեն դեպքում ձեր քաղաքական ուժն է ներկայացնում պարոն Վարդևանյանին, նրա քաղաքական ամբողջ կենսագրությանը պիտի որ ծանոթ լինեք։ Խնդրում եմ, եթե գիտեք պատասխանեք, եթե չգիտեք, ասեք, որ չգիտեք։ Այո, ինչպես պարոն Հայկ Կոնջորյանը, որ 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, պարոն Վարդևանյանը ևս եղել է, մանրամասները կներկայացնի հենց պարոն Վարդևանյանը։ Ես ճիշտ ասած կուսակցության անդամ լինելու մասին չէի հարցնում, այլ նախընտրական ցուցակում ընդգրկված լինելու, բայց շատ լավ, պարոն Վարդևանյանից կճշտենք։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, այժմ ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին ելույթի համար հրավիրում եմ կենտրոնական ամբիոնի մոտ, պարոն Վարդևանյան, մինչև 20 րոպե ժամանակ ունեք, համեցեք։